Կազմակերպությամբ համասկային հայկրթական և մշակութային միության քլացոր մասնաճյուղի քրաթարան քրադարած հանձնախումբին Վասկեն Էթեմեզյանի քրական և իմացական էջեր քիրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտ 15-ին համասկայինի Հարություն Մանուկյան քրաթարանի մեջ։ Քիրքը ներկայացուց Հարություն Բերբերյան։ Ցեզի կներկայացնենք մասեր քիրքի շնորհանդեսեն։ Հադուկ կողունակությամբ եւ եթե ասեմ հբարտությամբ կներեք որ համեստ չենք աստեղը գսենք որ մեր 110-րդ քրքի շնորհանդեսն է նշեմ քանի հեղինակները 110-ը չպիտի հիշեմ Հակոբ Կարաբենց, Վրեժարմեն Արտինյան, Ջորջ Ապելյան, Վահե Օշագան, Գրիգոր Հոթոյան, Վիկտորիա Ռո, Ջորջ Ապելյան, Լորեն Շիրինյան, Ալեն Ուայթհորն, Ժիրայր Թյութունջյան, Հարութ Քահվեջյան, Մելինե Կարակաշյան, Գարբիս Համբոյան եւ անշուշտ Հարություն Բերբերյան։ Այս հեղինակները ներկա եղած են այս շնորհանդեսներում, բայց դժբախտաբար այսօրվա հեղինակը Վասկեն Էթեմեզյանը կանուխեն գործընծուցած ենք 30 տարիներ առաջ։ Ափսոս, հազար ափսոս, բայց գլխակիր է։ Գլխակիր եւ իր շատ կարեւոր քրությունները, հոդվածները, նորավեբերը մեզի հետ են այսօր։ Շնորհակալություն Հոյիտա Գետրոնական կոմիտեի դաստիարակչական հանձնախումբին, որ հրատարակած է շաբթվա մտածումը եւ տակնապի խրոխտի էջերը։ Իսկ այսօր մտավորական Հարություն Բերբերյանը պիտի ներկայացնե քրական եւ իմացական էջեր քիրքը, որուն նաեւ խմբակիրն է։ Վասկենի մասին խոսիլը անգեզորեն քանի մագարտակ իվրա մանավանդ զարկացնել հարցը թյուրին չէ։ Քանի ծևով է որ պիտի զարկացնեմ կրությունը, այսպես ասած առաջին շրջանի Արցակ պատվածերու մոտավոր 27 հատ պատված գրած է Վասկենը։ Առաջին շրջանի պատվածները գուքան ավելի հարելի մտնոլորտ են։ Հոն է որ մեծած է։ Ընդհանրապես մի դեստեգը սպյուրքի մեջ է որ լույս տեսած են, երկրորդ շրջանի մեջ լիբանանյան փորձառություններն են, որ գուկա համալսարան եւ լիբանանյան մտնոլորտի մեջ, երբ մի տեսնեք որ նաեւ որոշ տարիներու բաներ կան, բացեր կան, գերտա գուկա եւ ամեն անգամ որ գվերաթնա դարբեր հասունացումով եւ դարբեր գանքի մոդեցումով է որ գուկա, երրորդը կանադական փորձառություն են եկածը, որ բնականաբար ուրիշ աշխարհ էր, շատ ավելի բարդ եւ դեսնենք ադիգա իր քրություններու մեջ ինչ անտարս կունենա։ Մոտավորապես 25 տարի դեպեց, որ այս նախաձեռնության սկսինք մեղեթին հետ եւ իրապես կարեւոր էր, որովհետեւ մամուլի մեջ մեկ չմնար։ Եվ ինքը իր ողջության նախաձեռնությունը հավանաբար գարձեր, որ ավելի ուշ պիտի գադարի, բայց արիք չէր եղած։ Եվ հա դեսնենք, որ երեք փորձերը լույս տեսան, քրական իմացական էջեր, շաբթվա մտածումը եւ դակնաբի եւ խրովքի էջեր։ Շատ մեծ իրապես աշխատանք դարած է, անգախ ստեղծագործական են, այդ իմացական էջերը շատ կարեւոր է, որովհետեւ իմացական աշխարհն է, որ մեր մտածողությունը զարգացնե եւ ամենակարևորը Վասկենը գավադար, որ այդ բաները գրելով երդասարտության մեջ մանավանդ բամը պիտի փոխե։ Ամենակարևորը այդ հավատքն է գրածի հանդեպ։ Ընդհանրապես նաև իսկսի դարբեր ձևով ոճեր գործածել, օրինակ սկիզբ տեսակ նամակագրության ձևով գրված է, երբեմն օրակրություն կա, երբեմն պատվածքի ձևը կա, երբեմն մենախոսության կվերածվի։ Խնդրեմ առաջին ընթերցումը կատարենք գրգեսը։ Գրգես հայ քրագանության մեջ առաջին քրությունն է որ ասնյութով ուր գտեսնես նկարագրվի ինքնաշարժի մրցումը։ Ինքնաշարժներուն հրընթոցը լեցուցած էր իրականչները։ Աղմգոտ վեճմը, ուր երկուքեն եւ ոչ մեկը դրամատիր էր մյուսին ըսածը մդիկնելու։ Գարքախոսներ հաղթել կամ գոդրիլ։ Եվ մինչև հիմա ինք չէր գոդրած, անցած էր։ Օ,
Չեր հիշեր, քանի ինքնաշարժ, եւ իր խոյանքը դիրական էր։ Հիշեց, որ երբ փորձերու ընթացքին խոսնակը իր անունը կհնչեր, անգախ օդար շեշտեն, դարօրինակ խանդավառությամբ մգարդասաներ զայն։ Տեղի անտեղի նույնիսկ երբ ինք մրցաշտին վրա չեր գտնվեր։ Խաչիկյանը կհնչվեր խչիկեն, եւ մարդը քմձիձախ չուներ։ Բարձաբես կզվարջանար խոսնակը։ Լիահակակ ճիշտ այնպես, ինչպես մանուկները կզվարջանային, վանթագի մեջ թրված կաբիգի իդես, մտածեցան։ Եվ վերջին հաշվով ինչ եղած է, մտածեց Խաչիկյան։ Հին օրերու գրգեսի գրկնությունը։ Վայրի քանի մգենթանի իրենց մեջ քիչ մը անասնական գիրք ունեցող քանի մը մարդ նետված են գրգեսի մեջ եւ հանդիսադեսը եկած են թիդելու զիրենք։ Թրամի փոխարեն։ Բայց միայն այս է մրցումը, հարց տվավան։ Ինչ հոգ թե այս մարդկային խուժանը ինչ կմտածե։ Ես անոնց մաս չեմ գազմեր։ Արին պետք է բայկարիլ սորվի, տակնաբիլ սորվի, հարվածել եւ հարվածվիլ սորվի։ Արին պետք չէ գլուխը ծրե։ Արին պետք է ջագադը փած, գուրցքը ուրած քալելու վարժվի։ Արին պետք չէ գքի։ Այս բոլոր բաներուն ամփոփումը ծեհովը հետաքրքրականորեն հարալեզն է։ Եվ բիդիկա խնդիրադե որ անգամը որ վերադառնաս այլևս ոչ աշխարհին կպատկանիս, ոչ այս աշխարհին կպատկանիս։ Մշակույթի, ըմբռնման եղանակի եւ աշխարհայացքի դարբերություններ կնետվեին հրաբարակ։ Թուն մեզ չես հասկնար, գլսեր ամեն գոմե։ Եվ իսկապես կանտրաթարնար, որ չեր հասկնար։ Այսօր մեջ թեր կգադարեր այլևս հասկնալու չգամությունը։ Ինքնալ ուներ իր մշակույթը, ըմբռնման եղանակը, աշխարհայացքը։ Հարալիզյանը մինագ էր եւ օդար նույնիսկ հարազատներու մեջ, ինչպես միշտ։ Գամ ինք օդարացած այլասերած էր, գամ հարազատները։ Ինք հավադար անեցկի, հիշադագի հիշողության եւ թադաբարդության։ Բարձաբես ընդունեց զանոնք։ Բիդի երթար եւ արդավաստի ու փոքր մեհերի նման փակվեր քարանցավի մեջ։ Քարանցավը պետք է սակայն ըլար օդար մեկտեղ, որբեսի չսրբաբղձվեն նախնիները։ Երկրորդ բաժինը քրքին մշակույթի արմատներու մեջ է։ Օրինակ առաջինը Բաբը, Քրմաբեդ եւ Լենին։ Գրեսնեք, գսկսի որ ասելով ամեն մեն գրոններ ուրգե գսկսին, ինչպես գսկսի, ինչպես քեզ մեզ ողություն կբանչվի նաեւ մեղքի բարդեսը մեկնելով։ Իրեն համար եւ որ աթամ Եվան այդ սենք առաջին խիզախումն է մարդու։ Եվ վերջը, եւ որ գելես ֆուսկուկաս տրախտեն իրականության մեջ հավերժապար ապրելու դեղ արորյա ծևով ապրելու սպանն է որ ընդրած ես։ Այսօր սենք ժամանակավորի եւ հավերժի փոփոխությունն է։ Փնաստ իրեն համար շատ կարևոր է մշակութային արմատները որ գսե, որովհետեւ գսե մարդը սխալ ծովիչած կնակ փորձառությամբ է որ հոսքուկանք եւ ինքը հոն շատ կարևորություն գուտա ասենք յունգը յունգին համար ամեն մեկ անց առանցին անհրաժեշտություն է մեկ եւ երկրորդ յունգը սա որ ինչ ամեն ինչ սերային բանով անկեդագիցով չէ որ գնաց մեկնաբանել եւ սկսա փնասի կարևորություն տալ եւ պատմական հիշողության օրինակ բոլորս ինչու համար գվախնանք օծեն որովհետև մարդը որ դակավին փոբիկը բդր քեզի մեկ հատ գխայթե այսպիսի բաներ կան հավաքական հիշողության հետ կապված որ ինքը մեզի կներկայացնի այսպես որ մեղքի բարդեզը մեկնելով կորձիկ միջոց եւ նպատակ լրություն եւ լեզու վրեժխնդրություն եւ հիշողություն ժամանակ եւ բարոյականություն ընթոձինի եւ մդայնի հարաբերությունը ըստրգությունը եւ ըստրգամալությունը
սրուգը ուրիշ բան է, գրանեն գդանին, բայց եթե սրգամիտ ես, ոչ իսկ կփորձես դարբեր ծևով մտածել։ Ատկեսատ ամփոչ բան մգա փակինի մեջ հատկապես թիսաոկեպանություն, խաղերը, հանցանք եւ մեղք, հարաբերություն եւ այլն, որ այս հարցերը քիչ մշտ ավելի լայն ձիրի մեջ է որ դեսնե։ Եվ հոն բանի մգա հասնի եզրակացության մա ինչ է գիտությունը առնել այդ այլը դարբերը արագայական օրեն առանց պարտույտի, առանց վախի, առանց մնդալլգումի բոլորին բաց կերպով սերդե չէ այլմա լայն մարդ ենթանի փույս կամ արարգա իգնիր մեջ առանց անձնականացումի եւ առանց արդացումի Վասկեն Էթիմեզյան մեկ օմետ հասականացած հեղինակներ կներկայացնե ինչպես Հրաչյա Աջարյան, Հակոբ Սիրունի, Մգրնիչ Արմեն, Հակոբ Մնսուրի, Վասկեն Շուշանյան, Հարութ Կոստանտյան, Մուշեր Քալշոյան, Հրանտ Մաթևոսյան, որոնց հաճախ ինքը ակնարկություններ հողումներ կնե։ Եվ դարձանք Մաթևոսյանի մասին այդ էջը, որը դեսնեք թե բարձ քրախոսական չէ հրացը։ Քրության հետ Արնել դալե, մեկնաբանել է, հետո աշխարհիլ է քրության։ Բադահած է, որ բռնված լակցին ամրիգին, եւ մինչ մտնած է ձեր սուրճ ամեն փան, փքոտ հովցինի ասեղի նման գարձր փշրաններով գահարված է ցեզ եւ աչ ահյակ կնեդե, եւ երբ կորսունցած եք ամեն վերաբրումի հույս, հանգարց կգտնեք, թուք ցեզ չերմ խրջիթի մեջ Որնացող հովուն ցայնին ունգընթիր, սարած, գարձրացած, թողացող ցերքերով բռնած թեյի քավատմը, թեյի քոլորշին ցեր աչկերուն եւ չերմությունը ցեր սրդին, գսկակ աբահով, աբահով, աբահով։ Մատթոսյանի այս երկու կորձերուն ընթերցումը նման է բادرազմի եւ խաղաղության, գրագի եւ ճուրի Եվ այն բոլոր հագասություններու խառնուրդին, որ գրնակոյություն ունեցած լալ աշխարի վրա։ Գրնակեզի բաշտելու աստիճան, սիրել դալ սարած սույնը, որ բաջար դարձավ գրունգից ցավելուն, բայց ադել դալ նույնքին քեզ։ Գրնա դակնաբեցնել քեզ, բայց նաև սկացեցնել, թե երկու բջլդում փայծ խոհուն աչքեր գհսկեն այդ դակնաբին վրա հոգածությամբ որ վեր կմնա մոր խանթաղադանքեն, այդ մեկը հողն է, այդ մեկը հողն է, այդ մեկը հողն է, գյանքի և մահվան հողը, մեծ խորուրդի և մեծ ասվածներու հողը։ Ցեզի փորձեցի գայելի եղածին չափ Վասկենի մթնոլորտը փոխանցել Իրականության մեջ եթե համալսարան մլար պետք է սիմեստր մասոր դրամատրեի իբրև դասախոս որովհետեւ կարողանան ամփոփությամբ ընկալես ինքը շնորհակալություն